Sojan,
Վահեջան, այս կարկանդակը վերցրու, սրանք էլ տար ընկերներիդ բաժանիր, բոլորով անուշար եք, որ գնաք ամենքը ձեր տուն։ Մեր կարկանդակ, հա? Այս բոլորն էլ ես կուտեմ, ինչ պետք է նրանց տամ։ Այ Վահեջան, որդիս աչքդ ինչի է այդքան ծակ, տանը ինչ կա չկա քոնն է, իսկ դու դեռ մեկ կարկանդակ է չես կամենում ընկերների։ Շատ է լավ եմ անում, պես իսկ Տիգրանեն տանձերն ու տանձերը ոնց են շախշաղում։ Բաչե, մեր անան խնձորենի, ես այդ անձերնեն եմ ուզում։ Աղջիկս, դու տուն գնա, ես երեխեքի համար, հեքիաթ կպակվեմ, կզրուցեմ, իսկ հետո տուն կճանապարհեմ։ Երեխեք, այ երեխեք, եկեք հավաքվեք, մի քիչ զրուցենք։ Տատիկս այնքան հետաքրքիր պատմություններ գիտի, եկեք միասին լսենք։ Տատ, դու այնքան շատ ես ապրել, դու հաստատ կիմանաս։ Ասա մեզ, ով է երկնքում ամենաուժեղը, իսկ ջրում ամենաարագը, ով է ցամաքի ամենախելացի կենդանին։ Ճիշտ է, տատիկ, մեզ էլ է շատ հետաքրքրում։ Սիրելիներս, այդ հարցերի պատասխանը հեշտ է, բայց դուք արդյոք պատրաստ եք լսել ճշմարտությունը։ Այո, իհարկե։ Ուրեմն լսեք, երկնքի ամենարժանավոր ու գեղեցիկ թռչունը ագռավն է, նրա ձայնն ամենաշքեղն է, նա է բերում գարունը, ու հենց նրան Նոյը տեղ տվեց տապանում, որ Արարատի գագաթին իջնի։ Ջրում ամենասիրունն ու արագը գորտ է, նա այնքան մաքրասեր է, այնպիսի բժիշկ է, որ բոլոր հիվանդներին բուժում է։ Ցամաքի ամենախելացի ու բարի կենդանին աղվեսն է, նրա պոչի պես գեղեցիկ բան չկա, մենք պետք է պաշտենք ու երկրպագենք նրան։ Աղասի, իսկ դու ասում ես, որ տատիկը շատ է ապրել ու շատ պատմություններ գիտի, հաստատ իմանա ամեն բանի ճշմարտություն։ Կանգ առ տատիկ, ինչ ես ասում, միթե աղձիվը չէ ամենաուժեղը կամ շողոքն ամենագեղեցիկը, ագռավը գող է, նա ձվեր է գողանում բներից։ Ես էլ հարամանի տանձերն եմ գողանալու, դրանք իմը պետք է լինեն, ուշք ու միտքս դա է։ Իսկ գորդը լավ աղքատ է, ապրում է գարշահատ ճահճում, ինչպես կարող է նա բժիշկ լինել։ Տատիկ, իսկ քո ասած բարի աղվեսը հենց անցյալ շաբաթ գողացան պապիկի սիրած չալիկ ափսոյին։ Էլով պիտի ինձ ակնացի, տատիկ, մենք չենք հավատում քո պատմածին։ Ապրեք իմ խելոտ բալիկներ, ես ուղղակի ձեզ փորձում եք, տեսնե ինչքան բան գիտեք։ Փորձում էի՞չ։ Այո, Աստված աշխարհը ստեղծեց, որ մարդ ճանաչի այն իր իրական գույներով։ Մեծագույն մոլորություն է միջակայություններին կուռք դարձնելը, անարժաններին երկրպագել ու նրանց ծառայելը։ Հասկացա, ոչինչ չպետք է կուռք դարձնել, ոչ մարկանց, ոչ առարկաները։ Հիշեք այս դասը, երեխեք, գուցե փոքրիկ պատմություն է, բայց շատ մեծ խորհուրդ ունի։ Ամեն անգամ հիշելիս, այն ձեզ հեռու կփահի սխալներից ու կեղծիքից։ Հն Վահեջան, տես, բոլորս հավաքվեք ու զրուցում ենք, հիմա այդ ձեռքիդ կարկանդակներ կբաժանես ընկերներին։ Չէ, ինչի պետք է բաժանեմ։ Վահե, ու շատ ակահ ես, այդպես կգործունես բոլոր ընկերներից, իսկ մենակությունը շատ խուր բան է։ Վայ, Վահեջան,
Մակլսի, քո բավարքից շատ կվրդովի, դու պետք է եկեղեցի գնաս ու մեղքեր կավես, որ հագայությունը ժլատությունը դուրս գա քո օգուտ։ Ես կհանգստանամ այն ժամանակ, երբ այդ գնդակը իմը լինի, եթե չտակ կգողանամ։ Բայց չէ որ գողանալը մեղք է, Աստված քեզ կպատժի այդ արարքի համար։ Մի վախեցեք, մաքուր հոգիներ, մենք բերել ենք այն ինչ ավելի քաղցր է, քան մեղրը եւ ավելի ամուր, քան ժայռը։ Տատիկ, քո բանությունը մնացեց երեխաների արդարությունը։ Լսեք առաջին պատգամը, ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի այլ աստվածներ չունենաս, եւ քեզ համար կուռքեր չկերտես, ոչ ակրավը, ոչ աղվեսը եւ ոչ են երկրայը որևէ բառ չպիտի դառնա ձեր հոգուները, միայն ճշմարիտ լույսի պաշտեք։ Տատիկ տեսնում ես, իրոք ճիշտ է, միայն Աստված է ամենաուժեղն ու մենք պիտի միայն նրան լսենք, ոչ թե կեղծ քայլին։ Դու փոքրիկ երբ մտածում ես գողության մասին, լսիր այս պատգամը, որը կփրկի քո հոգին մթությունից, մի գողացի ուրիշի աշխատանքով ստեղծվածը, քեզ երջանկություն չի բերի, գողացված տանը քաղցր չէ, այլ դառն է, որովհետև Աստված է քեզ։ Ես կարծում եմ, թե շատ ունենալն է կարևոր, բայց այս խնձորը այնքան ուսավոր է, եթե ես այն գողանայի, երևի այս լույսը կմարեր, չէ՞։ Այո, բալես, երբ մարդ գողանում է, նա առաջին հերթին իր սրտի լույսն է գողանում։ Աստծո պատվիրանը մեզ պատկանում է հենց մեր սխալներին։ Վերցրեք, եկեք կիսենք այս կարկանդակները, ես էլ չեմ ուզում այն գնդակը գողանալ։ Ավելի լավ է կանանք այն մեկով, միասին այն մեկով, ինչ ունի։ Տեսնում եք մարդուն, երբ մաքրվում է մեկի սիրտը, լույսը վարակում է բոլորին, բայց ճանապարհը դեռ երկար է։ Այսինքն մյուս խնդիրները դրանք էլ են գաղտնիքներ պահում իրենց մեջ։ Այո, այս մեկը հենց քո մասին է աղաց իջան, և նրանց, ովքեր սիրում ու հարգում են իրենց ծնողներին։ Պատվի քո հորն ու մորը, որպեսզի բարի գտնես ու երկար կյանք ունենաս։ Սա մի հատ պատգամն է, որի մեջ Աստված խոստում է դրել, ով հարգում է իր արմատ, նա երբեք չի չորանա։ Իսկ ես երեք մայրիկից չլսեցի ու թաքուն գնացի գետի ափին խաղալու, ուրեմն ես էլ եմ սխալվել։ Ես էլ եմ նրան գնացել, պարծատիքս էլ հետ սևենցրել, դե գետակի մոտ ավելի շատ են ձիտիկներ լինում, ենտեղ հեստ նրանց որսալ է։ Ու դա ճիշտ ես համարում, արեն, շատ իսկ անելը մեղք չէ։ Բայց նրանք այնքան շատ են, ինչ կլինի, որ մեկին էլ ես որսամ։ Բայց չէ որ նա էլ Աստծո ստեղծած է, չէ որ նա իր մայրիկ ունի, ու նրա մայրիկն էլ է ցավվում։ Երբ զապիկին վնասում են, Աստված ասել է՝ մի սպանիր։ Փաստորեն, մենք շատ սխալ բան ենք արել։ Սխալվելը մարդկային է, բայց խոստովանելն ու ուղղելը երկնային։ Լսեք հաջորդը. սուտ վկայություն մի տուր քո անկերոջ դեմ, եւ մեկի մասին վատն եք խոսում կամ սրտում եք ինքներդ ձեզ փրկելու համար, դուք կոտրում եք այն անտեսանելի կամուրջը, որը ձեզ կապում է իրար։ Տեսնում եք երեխաներ, Աստված նաև ասել է՝ մի շնացի եւ մի ցանկացի քո անկերոջ տան կամ նրա որևէ բանի։ Լսում ես Վահե, սա նշանակում է սիրիր այն ինչ ունես եւ ուրախացիր ընկերոջդ հաջողությամբ։ Երբ դու ուրիշի տանձի փոխարեն գնահատես քո հոր ընկած խնձորենին, քո կյանքը կդառնա դրախ։ Մայրիկ, ես հասկացա, հայր մայրիկ, այս տազը խնձորները ոչ թե մեզ արգելելու համար են, այլ մեզ պաշտպանելու, որ իրար չցավեցնենք։ Միևնույն պատգամ ևս, որ կնիքն է այս ամենի, հիշիր շաբաթ օրը, որպեսզի այն սուրբ այս, 6 օր աշխատեք, արարեք, բայց մեկ օր նվիրեք Աստծուն ու ձեր հոգուն, դրեք, աղոթեք եւ շնորհակալ եղեք կյանքի համար։ Դավիթ Երեխաներ, արարչի խոսքը հավերժական, բայց այն կենթանանում է միայն այն ժամանակ, երբ հնչում է մաքուր սուրբերին եւ հնարվում մաքուր սրտերին։ Վերցրեք այս երկնային պտուղները, ամեն մեկդ մի լույս վառեք այս ծառի վրա, որ այն դառնա կյանքի ծառ, ձեր աչքերն գյուղի եւ ձեր հոգիների համար։ Ես եմ քո Տեր Աստվածը, ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ Քեզ համար գորգեր պիտի կերտես ոչ երկրում, ոչ երկրի վրա, ոչ էլ ջրերի մեջ եղած որևէ բանի նմանություն։
նունը զուրտեղը մի արտասարի։ Հիշիր, շաբաթ օրը որպեսի սուրբ պահես այն, վեցր աշխատի իսկ 7-րդ օրը նվիրիր տիրոջը։ Պատմիր քո հորը, որը որպեսի բարի գտնես երկար կյանք ունենաս երկրի վրա։ Մի սպանիր։ Մի շնացիր։ Մի գողացիր։ Ոչ քո մեծավոր տան և ոչ նրա ագարակի, ոչ նրա ունեցվածքի վրա աչքի ունեցին։ Աստված մեզ ստեղծեց ու պատկամեց այս ամենը, որ մենք հենց այդ պատվիրաններով առաջնորդվենք, ուրեմն փառք նրան։ Հին ու նոր կյանքի մի մեծ լուսաբաց, երկնքից մեզ մի սուրբ պարգև է տրված, ոչ թե սոց պտուղ, այլ լույս ու ուրաշ, որ ուղի դառնա մեր քայլերին հարկ։ 10 պատվիրան 10 ոսկեսեր, որը ծաղկում են մեր հոգիներում և բարի ու խաղաղ օր թող լինի, մեր տունն ու սիրտը միշտ խաղաղ լինի։ Ամեն մի տան թանկ ու սուրբ, Աստծո ձեռքով այն կեղված, մի վնասի, այդ եղիմուկ, սա է պատգամում մեզ տրված։ Իմ ընկերոջը կլինեմ հավատարիմ, իմ խոստումին կլինեմ միշտեն, որ մաքուր լինի իմ փոքրուն հոգին, ինչպես երկնքից պարգևած նվեր։ Պատվիրաններն այս ինչպես 10 խնձոր, մեր սրտի մեջ են ծաղկել այսօր, բարություն և հավատարմություն, սա է կյանքում մի մեծ օրհնություն։ Իմ սիրելի ընկերներ, ես այս ընթացքում լուր հետևում ձեզ, դուք այս ծառի վրա վաճիկ Աստծո խոսքի լույսը, և հիմա երբեք չի մահի։ Այս 10 պատվիրանները ձեր ուղեկից մեղքության միջով անցնելու, բոլոր դժվարությունները հաղթահարելու համար, պահեք դրանք ձեր սրտերում և բարին ու գեղեցիկը միշտ ուղեկցեն ձեզ։ Աղ
Բարև Հերիքո։ Դե օգնիկ է թափում, աստված դրան բարիք է տալիս Օհանջը։ Տես Սատուր, էլի բերք են հավաքում։ Այս Օհանն ու Աշխենը որտեղից են այսքան հարստություն դիզում։ Մենք էլ մի կտոր հացի կարող։ Լուսիկ, այ Լուսիկ, ապա այստեղ արի։ Այս ամանը վերցրու, գնա Աշխենից կաթ բեր, որ մածուն մերեն։ Աշխեն մորացուց վայրիկս ասաց մի աման կապ կտակ, մի քիչ էր հաց ու կարտոֆիլ։ Հա, մեկ էլ հայրիկս մի գիդուկ սոկ ու ծխախոտ էր ուժում։ Վերցրու բալիկս, բայց օրը տածա աշխարհը աշխատանքով է շենա։ Ծատուր, հարևան, տես հողը դատարկ է, արի քեզ տնկին, էտան տնկին ջրիր, որ ամբրանը միրք ունենա։ Օհան, բարի հավեսով ունի, իչեր դա մեծանա, դու քո այգուտի զվանջիկը հանես էլի, ինչու չարչարդեմ։ Լավ, գոնե մի այս պայից, որ երախան մատ ունենա։ Դա էլ է հոգ, էսն է սատկես, մենք էլ պրծան։ Ոնց կուսեի մի այնպիսի հիվանդություն կպչեր սրանց, որ բժիշկն անզոր լիներ, տեսնեինք էլի էին ուրախանալու։ Գան էր մեր այդ ինկերավ, բայց նրանց հոտին ինչու չի մոգներում։ Ծատուր, լսի, երաս տեսա, աստված մեր տուն էր եկել, ասում էր, լսեք տույլ ու նախանց մարդիկ, ես ձեզ բոլորիդ հավասար եմ ստեղծել, Օհանն աշխատեց ու հարստացավ, իսկ դուք ձեր աչքը տնկել եք հարևանի ունեցվածքին, ձեր չարությունը կգործանի ձեզ, խելքի եկեք, քանի ուշ չէ։ Վերգուս, դու ճիշտ ես, ասում ես մեր տուն էր եկել որ տնկի, հիշեցի պապիկիս խոսքերը, ով աշխատի նա էլ կուտի։ Ծատուր, հարևան, արի միասին մտնենք հարկի։ Արի Օհան ջան, այսօրվանից մեր տան հետ պիտի աշխատանքը եռա։ Արի, Վերգուս ջան, մենք էլ գնանք տնային գործերով զբաղվենք։ Նախանձ չարիք է աշխատանքը բարիք, ով որ աշխատի կապրի 1000 տարի, թող շել լինեն գները մեր հայկական, ու բարիքը երկն ու բարը լինեն անպակաս։
Հայաստանը, ուրեմն կեցեք երեխաներ, իմ փոքրիկներ, ես ուզում եմ եւ մի փոքր խոսեմ, ես վստահ եմ, որ այս պատվիրանները հեքիաթների տեսքով ձեր չափի, ձեր մակարդակի, որ դուք ներկայացրեցիք, անպայման ձեր ամբողջ կյանքում կուղեկցեն ձեզ, կանաչից կվառեն ձեր ճանապարհին եւ դուք երբեք չեք մոլորվի, քայլեք վստահ, մայրհողին կկանգնեք ավելի ամուր եւ միայն ու միայն բարի գործեր կկատարեք, թող Աստված միշտ բարի աչքով նայի ձեզ բոլորին, իմ սիրելի սաներ, ես ձեզ շատ սիրում եմ, անչափ շատ սիրում եմ, ապրեք, կեցեք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, որ կիսեցիք մեր այս փոքրիկ միջոցառումը, ձեր օրվա մի մասը տրամադրեցիք, շատ շնորհակալ եմ բոլորին, մեր միջոցառմանը ներկա գտնվելու, շնորհակալ եմ նաև հատուկ շնորհակալություն Տեր Աբելին, որ ընդառաջեց այս գեղեցիկ վայրում մեր եկեղեցու Սուրբ Սարգիս մեր միջոցառումը ավելի խորհրդավոր դարձնելու համար, շնորհակալություն Տեր Երանոսյանին, մեր ուսուցչական կազմին, բոլորին, բոլոր ներկաներին։ Մենք մեր օրը շարունակություն է ունենալու, ձեզ բոլորին հրավիրում ենք։ Կարող եք միանալ։ Պատրաստ ենք մեր եկեղեցու բակում հնարավոր ամեն գեղեցիկ միջոցառում կազմակերպելու եւ կյանքի կոչելու համար։ Սա մեր բոլորիս տունն է, բոլորիս համար հավասարապես եկեղեցին վայր է, որտեղ կարող ենք եւ մեր աղոթք անել եւ նաեւ sense գեղեցիկ միջոցառումներ ունենալ, որը ասեմ, որ շատ լավ էր մտածված, պատրաստված, ես նախապես սցենարը նայել էի, բայց այդ թղթի վրա չէր զգացվել այս տպավորությունները, որ երեխաները փոխանցեցին եւ մի քանի շաբաթներ առաջ մի այլ դպրոցում նորից շատ գեղեցիկ միջոցառումներ այնտեղ էլ ասացի, հիմա էլ պիտի նորից կրկնեմ, կան բաներ, որ մեր մարդկային միտքը հասուն տարիքում չի կարող այնպես ընկալել, հասկանալ, ինչպես մանկական այս անկեղծ, գեղեցիկ շուրթերից հնչվող խոսքի միջոցով կարող ենք հասկանալ, իրենք 10 պատվիրանների միջոցով ավելի շատ մեզ մեսիջներ ուղարկեցին, դրանց խորությունը իրանք դեռ միգուցե այս պահին ամբողջությամբ չեն հասկանում, բայց իրենց ունեցած պարզությամբ մենք վարակվեցինք, մենք լցվեցինք, կուզեմ, որ այս միջոցառումը դաս լինի նաև մեզ համար, թե ինչքան կարևոր հանգամանքներ կան մեր հարաբերությունների մեջ, որ պիտի պահենք։ Եվ շնորհակալ եմ եւ ուրախ եմ նաև նրա համար, որ պարզապես միջոցառում չեք կազմակերպել, այլ դրա միջոցով երեխաներին փորձում եք դաստիարակել, փորձում եք հոգեվոր, մարդկային, այո, տարբեր արժեքներ փոխանցել։ Սա է շատ կարևոր, որովհետեւ սիրելիներ, այսօրվա մեր հասարակության մեջ երեխան ավելի շատ սրա կարիք ունի, հարկ ասում ենք բավական զարգացած առաջադեմ ժամանակներում ենք ապրում եւ ինֆորմացիա ստանալու պակաս չունենք, բայց ցավոք սրտի կա պակաս բարոյական, հոգեվոր արժե համակարգերի եւ ուրախ եմ, որ այս միջոցով սիրելի Տիկին Մարության փորձեցիք ձեր անելիքը փոխանցել իրենց, սիրելի ծնողներ, դուք էլ պիտի շարունակեք այս ամենը, ես իմացա, որ ավարտում եք այս պահին, բայց դասավանդելու եք, բայց ամեն դեպքում դպրոցում կատարվածի շարունակությունը լրումը պիտի տանը լինի, ձեր երեխաները պիտի ձեզնից տեսնեն, սովորեն եւ ուրախ եմ նաեւ, որ որոշներին երբեմն պատահել է այստեղ տեսել եմ եկեղեցու բակում ծնողների հետ, բայց առավել շատ ձեր երեխաներին բերեք այստեղ, ոչ հատուկ օրերի, ոչ հատուկ միջոցառումների, այլ ուղղակի ամեն կիրակի եկեք պատարակի եւ ձեր երեխաներին բերեք պատարակների։ Շնորհավորում եմ գեղեցիկ ստացված միջոցառման համար եւ շնորհակալ եմ, որ միջոցառումը կազմակերպեցիք մեր եկեղեցու գեղեցիկ էս տարածքում։ Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ ունենք այսպիսի սերունդ, որ ունենք այսպիսի ուսուցիչներ, որ ունենք այսպիսի ծնողներ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր ծնողներին,
Ես ինքս տեսել եմ առաջին օրվանից, թե ինչպես է կանգնած ընկեր Մարությանի կողքին։ Եղել է օր, որ ընկեր Մարությանը դպրոց չի գնում։ Դուք շնորհակալ եմ, որ գնահատում եք ուսուցչի աշխատանքը։ Ընդհանրապես դպրոցի աշխատանքի լակմուսը ծնողներն են։ Ծնողներն են գնահատական տալիս ամբողջ կոլեկտիվին դպրոցի աշխատանքին։ Եվ ես հպարտանում եմ, որ մենք ունենք այսպիսի ծնողական համայն, որ միշտ է կանգնած մեր կողքին։ Այսօրվա այս հավաքը միջոցառում չեմ ուզի անվանեմ, ես իմ միտքը խլեց տերապելը, ես ինքս էի ուզում ասել, որ սա դաս է առաջին հերթին մեզ համար, այո, դաս է մեզ համար, ես ուզում եմ Եղվարդի հասարակության անունից մեկ անգամ առիթ եղել է տերապելին ասել եմ, մեկ անգամ եւս բարձրաձայնեմ ծնողների ներկայությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հասարակության անունից իրեն, այս մեծատառող մարդուն, Աստված իրեն բերել է Եղվարդ, որ մեր հավատացյալ համայնքին հավաքի այս եկեղեցում, գաղտնիք չէ ոչ մեկին համար, որ այս եկեղեցին այսքան մարդաշատ չի։ Ես խոստովանում եմ, ես գիտեմ, դուք ինքներդ եք տեսել եք, որ իր աշխատանքի շնորհիվ ժողովուրդը հավաքում է կողքը, եւ դա մեծ արժեք ունի, եւ մենք այս մատաղ սերնդին պետք է սովորեցնենք առաջին հերթին Աստվածավախ լինել, հավատալ Աստծուն, եւ այս պատվիրանները հետո իրենք կյանքում միգուցե Աստված չանի կյանքի հարված ստանալով նույնիսկ հասկանան այս պատվիրանների էությունը, բովանդակությունը եւ կարողանան կյանքում կիրառել։ Ես մեկ անգամ եւս ասում եմ, հպարտանում եմ, ինչքան էլ ասեցին չջոկենք, երեխաներին չտարբերակենք, բայց մեկ այլ Մարությանի միջ երեխա է տալիս, ինքը լավագույն արդյունքն է ստանում։ Ուզում եմ յուրահատուկ շնորհակալություն հայտնել, այս տարի մեծ փորձություն է մեզ սպասվում, նորից դասարան հավաքելու, այս դասարանում է այս իմաստը, այս սցենարի, այս ուժեն հենց այնպես չէ, մեր դպրոցի գիրքն ընդունել 45 Արցախից եկած երեխաներին, շատերը գիտեք այս երեխան ինչ ընտանիքի երեխա է, ու դուք շատ լավ ինքը չի, բայց Արցախից չէ, ես իշքան նման է հարուտ, գիտեմ հարուտ, Արմենը մեծ Արմենը Ես տենց ամբոստ Արցախցիների ինքան նման է հարուտ ինքանիք ինքները կշպոտոցի, բայց մեկա դե լավ, խոսքը շարհակ է, մեկը ասելու եմ էլի ուրիշ դպրոցի եկել են մեր մոտ երեխաներ, ծնողները իրեն գիտեն, իրեն կպաստ են, ուր են ընկել և ինչ է ստացվել, ապրեք ընկել մարդիկ, շնորհակալություն, սիրելի երեխաներ, այս ավանդույթը շարունակեք և միշտ եկեղեցի հաճախեք և շատ կուզեմ, որտեղ այսօրվա օրը էլի սուրբ վայր եք գնում, ես գիտեմ, ուզում եմ, որ ձեր օրը շատ լավ լինի, որ ամբողջ կյանքում, այո, ուզում եմ, որ ամբողջ կյանքում գեղեցիկ օրեր ունենաք, իսկ մեր ազգին, մեր ժողովրդին, առաջին հերթին մաղթում են խաղաղություն, ուզում եմ, որ ձեր հոգիները, ձեր ընտանիքներում խաղաղություն ասեն, մեր ազգին շատ պակասում է միասնականությունը, բոլորս հասկանում ենք այս խառը օրերին, բոլորս ենք հասկանում, եթե մեր ազգին միասնական լինի, մենք շատ բաների կհասնենք, եկեք սովորենք միասնականություն, եկեք սովորենք դիմացություն կարծիքնահարկել, եկեք սովորենք մեկս մյուսին լսել, եկեք սովորենք ճշմարիտը, կարողանանք տարբերակել ճշմարիտը կեղծից, որ կարողանանք այս անմեղ երեխաներին ճշմարիտը սովորեցնել, որովհետև ես ինքս գիտեմ ընտանիքներ, որ այս երեխա, այսպիսի երեխաների հոգին պղտորում են, իրենք ճիշտ ուղու վրա չեն դնում, և այս երեխան չհասկանալով կրկնում է ծնողների բառերը, չհասկանալով կրկնում է իր շրջապատի կողքի ընտանիքների բառերը, իմաստը չընկալելով, մի պղտորեք երեխաների հոգին, թողեք իրենք կյանքը տեսնելով, մենք այդ գործին ենք լծված, մենք ինքներս կկրթենք և կդաստիարակենք, մնացածը թողնում ենք ձեզ, բայց կրթելը թողեք մեզ, ապրեք, մեկ անգամ ևս Ես չգիտեմ ինչ մեր երեխին ամոնիկան բոլորը, բայց ես իրանց ուրիշ յուրացում եմ արցեմ թե բոլորին է, կարան ենք դա որ ասում ես Արմենը Չէ, երեխեք, հեռու մի գնացեք, մոտ